Հայաստանը միակ երկիրն է, որտեղ որ աշխատավարձը վերջում տենց ֆռռսնում, տենց ակուրատնի դարձնում են ընտրակաշարք։ Ասեմ ինչի, երբ որ նախընտրական շրջանում մարդիկ աշխատում էին տարբեր քաղաքական թիմերի համար, բնական էր, որ պետք է ստանային աշխատավարձ իրենց այդ կենսական խնդիրները լուծելու համար։ Դե գնալա գալա այս կողմ, այն կողմ 1000 ու մի բան կա։ Ու հետաքրքիրն ինչ է, Հայաստանը միակ երկիրն է, որտեղ հիմա տների մոտ մի 30%-ը դարձել է տնային կալանքի զոնա։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ երկրի վարչապետը հելնում է օրը ցերեկով ասում է կկզսնեմ, կպարկսնեմ ասֆալտներին, հետո դա իրականացնում է ու էլի սենց մնում է օդի մեջ արկախված։ Հարգելի ընդդիմադիրներ ջան, ինչի եմ հիմա անընդհատ երեկվանից կամ այս մի քանի օրը ձեզ դիմում, այդքան մարդ կա հիմա փագի տակ։ Ես հասկանում եմ բարդ է այս իշխանությունների օրոք գնալ այդքան մարդու հետևից, բայց սկսած Գագիկ Ծառուկյանից, ում կուսակցությանը տված 60,000 ձայները օրը ցերեկով բոլորիս աչքի առաջ շպրտեցին, գցեցին բառից բուն իմաստով։ Բոլորի համար ինձ թվում է պետք է պայքարել, որովհետև այդ չարիքը մի օր հենց վաղ առավոտը կարա իմ տան դռան դեմնել չոքի, ինձ էլ կարան վաղը տանեմ փագեն։ Ես հիմա ինչ եմ առաջարկում մեր ընդդիմադիրներին, առհասարակ մեր ընդդիմադիր ուժերին, որ պետք է համակարգային պայքար սկսենք այս ամեն ինչի դեմ։ Անցած տարի սկսեցին Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանից, որ տենց օդից տարան փագեցին, առանց որևէ պատճառի։ Ու այս ամբողջ տարին ինչ սկսել է, տենց ինչ-որ լիքը մարդու տարան մցրեցին փագի տակ, յանի ընտրակաշարք են տվել, բայց իրականում դա ընտրակաշարք չի եղել։ Ով ընտրակաշարք ա տվել Նիկոլա, ինչպես ասեց Սամվել Կարապետյանը։ Դա ուղղակի մարդիկ աշխատել են, որի համար ստացել են աշխատավարձ։ Այս փաթեթավորման բաննորմալությունները մենակ Նիկոլեն կարան անեն։ Այնպես որ ժողովուրդ ջան, հույս ունեմ, որ ընդդիմադիր ուժերը տեղներից կշարժվեն եւ թող զբաղվեն всё-таки այն ամեն ինչով, որ պարտավորություն վերցրել են, այսքան մի բան։ Իմ պահանջները միայն ընդդիմությունից է, քանի որ ես ինքս էլ ընդդիմադիր եմ եւ թե աշխատել եմ ընդդիմության համար եւ թե ես, թե իմ ընտանիքը, թե իմ հարազատները բոլորս մեր ձայնը տվել ենք ընդդիմությանը։ Մենք ճաշակով մարդիկ ենք։ Լավ մնացեք, քիչ վնասները որ բոլորիդ։